Իմ ճանապարհին ես հիվանդացա եւ երազի մեջ ես թափառում եմ արևից այրված արտերի վրա։ Բասիոյի մահամերձի երգը, որ Լևոն Խեչոյանի ամենասիրելիներից մեկն էր, գրողը որպես բնաբան էր ընտրել իր Սև գիրք ծանր բզեզ վեպի համար։ Բնավ ոչ պատահականորեն, այս վեպը գրողի լուր տագնապների, խղճի մորմոքների եւ պատերազմի դառնագին հիշողությունների խտացումն էր, ինչպես ինքն էր ասում, իր պարտությունների ու թանկ հաղթանակի հիշողությունը, բայց նրա լռության մեջ մշտապես խմորվում, հասունանում ու պայթում էր խեչոյանական մեծ գրականությունը, զերծ պաթոսից, կեղծ հայրենասիրությունից եւ գրողի լույսի զինվոր ու մտավորականի իր երկրի դրոշը լինելու առաքելության գիտակցությամբ։ Միշտ ինձ թվացել է, թե մտավորականը կամ արվեստագետը տվյալ երկրի դրոշակն է, երբ որ թշնամին գրավում է այդ քաղաքը, այդ երկիրը, ամենավերջում դրոշակն է ցած բերում։ Ինձ թվացել է, որ արվեստագետը այս դրոշակն է, ամենավերջում է ինքը ընկնելու կամ իրեն ցած, ինքը այնքան սկզբունքային պիտի լինի, ինքը ամենավերջում է ընկնելու, ցած իջնելու։ Լևոն Խեչոյանի 70-ամյակն է, Հոբելյանի իր նախընտրած կերպը, առանց ճոխ հանդիսությունների, առանց բարձրագոճ բառերի, այլ ընդունելով նրա թողած մեծ գրականության վերաիմաստավորման անհրաժեշտությունը։ Գրականությունն ինքն իր հետ առերեսվելու նրա միակ տարբերակն էր, ջերմակ թղթի առջև մարդու նախաստեղծ ազնիվ ակունքին վերադառնալու ճանապարհի որոնումները եւ հաղթական ոգին շահել պահելու իր տարբերակը։ Ներսում, այնց ուժ կար ներսում, այսպես որ նստած էի Ծաղկաձորում, պատուհանից դուրս լեռներ էին ներևում, այնց հավատ կար մեջս, այդ լեռներին որ ասեի, չէ, եկեք մոտս, բոլորը վազելով գալիս էին։ Ընդամենը 59 տարվա կյանք ու ոչ մեծաթիվ գրքեր, որոնցից յուրաքանչյուրի ծնունդը իր իսկ ձևակերպմամբ մեռնել հառնելու ընթացք է։ Նախ խնկի ծառերներ, հետո արշակարգա դրաստամատ ներքինի պատմավեպը, ապա ոսկե եղեգնագիր Սև գիրք ծանր բզեզը եւ գրողի մահվանից մեկ շաբաթ անց լույս տեսած վերջին Մեհերի դռան գիրքը։ Հիմա, երբ արդեն 11 տարի է ինչ չկա Խեչոյանը, այս վեպը մտերիմները համարում են նրա կյանքի գործը, նրա տենդագին փնտրտուքների ու մեծ ճշմարտությանը հասնելու եւ աստվածային լույսը գտնելու հարատև ձգտման արդյունքը։ 13 տարի շարունակ նա գրել ու ջնջել է Մհերի դռան գիրքը, մեր ինքնության բացահայտման ճանապարհին նորովի բացահայտելով էպոսի գաղտնագրերն ու գլխավոր ուղերձները։ Ոչ թե էպոս պիտի ասենք, դրան մենք պիտի ասենք ազգային վեպ, հայ ժողովրդի դա ազգային վեպն է, իսկ ավելի հեռուն գնալու համար դա պիտի ասենք հայ ժողովրդի աստվածաշունչն է դա։ Հայ ժողովուրդը պիտի այդ կանոններով ապրի, դրա կանոններով, իսկ այնտեղ այնքան կանոններ կա, որ մեզ ասում է, որ մենք ապրենք, բայց մենք չենք անում։ Մենք տրվել ենք փողին, մենք տրվել ենք թալանին, մենք տրվել ենք խաբեությանը, մենք տրվել ենք անհայրենիքությանը, հələ մի հատ պիտի հիշենք, թե սկսած Սանասարից մինչև Մհերը, ինչ հայրենիքի համար ինչեր էին անում, ինչ կերպարներ են, չէ՞։ Ազատությունը երբեմն շատ հեռու, 7 ծովից 7 սարից այն կողմ է, երբեմն շատ մոտիկ, հոգու մեջ է։ Ազատությունը մարդու արտացոլանքն է, եթե չհավատանք նրան, չտեսնենք հեռվում ոսկլտացող լույսը, մեր կյանքը կիսատ կմնա, պնդում է Խեչոյանը։ Նունե Ալեքսանյան, լուրեր։